Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է նախատոնական տրամադրություններով։ Շատ ուրախ եմ, որ կրկին մեզ հետ եք, բարեկամներ հատկապես այս օրերին միշտ գտեք մեզ, որովհետև մենք աշխատում ենք նախատոնական օրերին օգնել ձեզ խորհուրդներով, թե ինչպես զարդարել սեղանը եւ սեղանին ինչ կերակուրներ դնել եւ հատկապես այն իմաստալից կերակուրներ, այն ծիսական կերակուրները, որ պարտադիր պիտի լինեն սեղաններին, դուք մեր հաղորդումների շրջանակներում կարող եք դրանց մասին տեղեկություններ ստանալ։ Եվ այսպես, ինչպես նշեցի, նախատոնական օր, հետևաբար ամանոր եւ հետևաբար ամանորյա կերակուրներ։ Ամանորյա կերակուրները մեզ շատ են դիմում, բարեկամներ, թե որոնք են այն ծիսական կերակուրները, որոնք են այն իմաստավորված կերակուրները, որ պարտադիր պիտի լինեն ամանորյա սեղաններին։ Մենք այսօր ձեզ ցուցադրելու ենք ամենահիմնական առանցքային կերակուրը, որը կոչվում է քաշիկա, հայտնի է նաև քեշկեկ անունով, չխորանանք անվան հետ կապված այդ պարզաբանումների մեջ, միայն ասեմ, որ մեր կարծիքով, իսկ մեր կարծիքը կարող է լինել նաև եւ ոչ թե նաեւ, այլ մեր կարծիքը սուբյեկտիվ է, բառը գալիս է քաշիգա բառից, որովհետեւ կերակուրը պատրաստվում է թոնրի մեջ։ Շատ պարզ բաղադրություն ունի, գարան միս, ձավար, մի քիչ դմակ, աղ, հարկավոր է կճուճ եւ հարկավոր է լավ տրամադրություն, լավ տրամադրվածություն։ Բաղադրությունից դուք հասկացաք, որ ուղղակի հարիսայի բաղադրությունն է եւ դուք ճիշտ կռահեցիք ուղղակի հարիսա, բայց հարիսայից ինչով է տարբերվում քաշիկան, հարգելի հեռուստադիտողներ, տարբերվում է պատրաստման եղանակով։ Մենք գիտենք, որ հարիսան հարել բառից է, այսինքն բաղադրությունը լցրեցինք եւ ֆեց, որոշ ժամանակ առանց խառնելու եւ եթե 3 ժամ պիտի եփվի, այդ 2 ժամը առանց խառնելու հարիսան եփում ենք, չի կպչում, չվախենանք, վերջի 1 ժամը պատրաստի վիճակի ենք հասցնում հարելով, խառնելով։ Այս տարբերակը երբեք չի հարվում, չի խառնվում եւ չի խառնվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի։ Գալիք տարին լինի խաղաղության տարի եւ պատերազմներ չլինեն։ Ինչն է մեզ համար կարեւոր որպես հայ եւ ինչն ենք մենք կարեւորում յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր ընկերային հասկերույթների ժամանակ։ Հիշենք միշտ խաղաղություն ենք ցանկանում աշխարհին։ Եվ արյուտես, որ բարեկամներ մենք կերակրատեսակի միջոցով նույնպես ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհին։ Եվ այսպես, նախորդ նշեմ, որ եթե պիտի օգտագործեք կճուճ, ցանկալի կլինի, որ կճուճի մեջ պատրաստեք, կճուճը նախորդ 10 րոպե գոլ ջրի մեջ պիտի պահենք, որպեսզի ծակոտքիները հագենան ջրով, որ մեր չափաբաժինը ավելացրած ջրի կարողանանք կառավարել։ Մի քիչ դմակ ենք դնում տակը, դմակի մասին շատ է խոսվել եւ հանիրավի համարվում է, որ կիրառելի չէ, օգտագործելի չէ, պիտի անսանք մեր նախնյաց խորհրդին եւ հասկանանք, որ դմակը նույնպես մթերք է եւ շատ հարուստ սննդային արժեքներով։ Օրինակի համար պիտի հիշենք ուզբեկական զորագույն խոհանոց կամ իջնասիական այլ խոհանոցներ, որտեղ շատ են օգտագործում դմակ։ Մենք չենք օգտագործում, ասում ենք մեր խոհանոցը մի քիչ աղքատ է, բայց մարդիկ օգտագործում են, հարստացնում են եւ համի հետ կապված որևէ խնդիր չունեն։ Տակը դրեցինք դմակի մի շերտ, հենց դմակի վրա մի քիչ աղը, այնուհետև միսն ենք դնում, գարան փափկամիս, այստեղ արդեն ավելորդ է եւս մեկ անգամ հիշեցնել, որ եթե կերակուր ենք պատրաստում ընդհանրապես եւ մասնավորապես եթե պատրաստում ենք ծիսական կերակուր, հարկավոր է ունենալ լավ տրամադրություն, հարկավոր է սպասելիքների, այդ տեսլականների հետ կապված մտադրություններ ունենալ, այսինքն հինը մենք ուղարկում ենք անցյալ եւ նորի նկատմամբ լավ տրամադրությունով լցված նոր տարվա նկատմամբ
պատրաստում ենք այս կերակուրը։ Նորից մի քիչ աղ, մսին հատկապես։ Այ ուզում եմ տեսնեք, շերտը այսպես հենց շարվում է։ Աղ, ձավար, Եվս մեկ շերտ դմակ, գարան հատկապես, դմակը բարեկամներ խոլեստերին չի պարունակում, գարան և դյուրամարս է, նա մեր մարմնի ջերմաշրջանի տակ նույնիսկ եթե ձեռքով հպվում ենք, հալչում է, այնպես որ չխուսափենք, նորից մեկ շերտ, Միսը եվս մեկ շերտ, չապաբաժինները ընդհանրապես մեկը մեկի, այսինքն որքան ձավար, այնքան էլ միս, նույնիսկ որոշ վայրերում, իսկ մենք շատ վայրերի տվյալներ ունենք, մեր ազգային խոհանոցի հետ կապված, նույնիսկ միսը գերակշռում է, ասեմ, որ չխուսափեք մսի շատ լինելուց, ավելի համեղ է լինում, նորից մի քիչ աղ մսին և բարակ, շատ բարակ շերտ ձավար։ Եվ շատ ուրախալի է, որ այս կերակուրը որոշ մարզերում մեր դեռ պահպանվել է և պատրաստում են։ Շիրակի որոշ մարզում, Ջավախքում, Սյունյաց կողմերում, այսքան ձավար եղավ, մենք պիտի չխուսափենք, եթե այսքանը միայն ձավար լինի, աճելու տեղ չի լինի, բայց մենք հիշենք, որ մեկի հարաբերությամբ նաև միս է, այսինքն սրա կեսն է ձավարը, հետևաբար մենք ջուրը ավելացնում ենք մեկ կողմից, զգուշությամբ։ Ջուրը ձավարի հետ ջրի հարաբերակցությունը 1:4-ի, կափարիչը դնում ենք և ուղարկում ենք ջեռոցում պիտի լինի 150-ից 160 աստիճան, մեզ կպահանջվի մոտավորապես 4 ժամ, կսպասենք այդ 4 ժամը և կերակուրը պատրաստի վիճակով կմատուցենք, բայց այստեղ ես ուզում եմ անպայման նշել, որ նախկինում նախօրեին ամանորի, այսինքն 31-ի գիշերը այս ամբողջը իջեցնում էին թոնիր ամբողջ օրը վառվում էր, տաքացնելու համար տունը և այլն, և պատրաստելիքներ տեսնելու համար, և առավոտյան արդեն այս կերակուրը պատրաստ է։ Գնացինք ջեռոց 150-ից 160 աստիճան։ Բարեկամներ, ահա և վերջ, պատրաստ է նաև քաշի կան, հարգելի հեռուստադիտողներ, ես հիմա ցույց կտամ նաև ներսը, շատ տաք է։ Ահա, այ հենց այսպես, ես ուղղակի վստահեցնում եմ, որ բույրը անասելի հաճելի է։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա այս կճուճի մեջ, ահա այստեղ է ամփոփված այն ցանկությունը, այն խորհուրդը, որի համար պատրաստեցինք այս կերակուրը և որը պատրաստել են մեր նախնիկ։ Այստեղ ամփոփված է մեր ցանկությունը աշխարհի համար, որ աշխարհում լինի խաղաղություն, որ պատերազմներ չլինեն, որ ազգերը ապրեն համերաշխ, որ բոլորը հնարավորություն ունենան արարելու, ստեղծելու և ոչ թե ավիրելու։ Բարեկամներ, այսքան էր այսօրվա համար, ուզում եմ, որ այս խորհուրդը տարածվի բոլորիս վրա և ուզում եմ, որ նոր տարին բոլորս դիմավորենք լավ տրամադրությամբ և լավ սպասելիքներով։ Ուզում եմ ևս մեկ անգամ և միշտ նախապարտանանք մեր բանակի հզորությամբ և ցանկանանք մեր բոլոր զինվորներին քաջառողջություն և ուժ և կորով։ Հարգելի հեռուստադիտողներ, հրաժեշտից առաջ ուզում եմ մաղթել բոլորիս, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ողջ ներուք։
Կաշի կա, գարան միս 100 գրամ, գարան դմակ 30 գրամ, ձավար 70 գրամ, ջուր 200 գրամ, աղ, բարեախորժակ։